Բարև բոլորին, ժողովուրդ ջան, այսօր ուզում եմ քվեարկությունների մասին խոսամ մեր գաղափարի մասին, ինչ է մեր գաղափարը, ինչ ենք անում ստե, ինչով ենք զբաղվում, ոնց որ ասած, մեր ժամանակը թվում է թե սա խաղ է, բայց իրականում մենք ստե կառուցում ենք մեր ապագան, մեր գաղափարի հիմքում 3 հիմնական սկզբունքներն են, դա քվեարկությունների միջոցով ձևավորում ենք ժողովրդի իրական ձայնը։ Դրա համար խնդրում եմ բոլորիդ 1700 հոգի մարդ եք, բայց շատ пассив, որտեղ ավելի շատ դիտորդ եք, օրական 2-ից 3000 հոգի նայում է, բայց չի մասնակցում, մտածում է սա ինչ է, որ հիմարություն է, ոչ, սա իրականում սա նոր գաղափար է, սա նոր կառավարման մոդել է, որը ընթացքում քիչ-քիչ ինքը կմտնի մեր կյանքի մեջ, անխուսափելի կմտնի, որովհետև սա պահանջված է ձեր կողմից, դա արդեն քվեարկություններն էլ է ցույց տալի, որովհետև դուք ուզում եք մասնակցեք ձեր կյանքի կառավարմանը, ձեր պետության կառավարմանը, ուզում եք ապրեք նես, ոնց որ իրականում ուզում եք, դրա համար ես կխնդրեի, որ մասնակցեք ակտիվ քվեարկություններին, առաջին ինչ է տալիս, սա ստեղծում ենք մենք ժողովրդի իրական ձայնը, այսինքն մեր խնդիրները մենք բարձրացնում ենք, հիմա եթե որոշումները խոսքի քվեարկությունների հարցերը անցնի 1000 հոգին, արդեն դա հիմք կլինի, ես ամեն որոշում կուղարկեմ կառավարություն, բայց հիմա եթե մասնակցում է 100-200 հոգի, ես չեմ կարող այդ ամեն ինչ ուղարկել կառավարություն, որպեսզի ցույց տամ, որ հասարակության մի մասը այսպես է մտածում։ Դրա համար ես ուզում եմ, որ դուք ակտիվ եղնեք, գոնե պետք է 1000 հոգի լինի, որ ես այս որոշումները յուրաքանչյուր որոշումը, որ կարողանամ ուղարկեմ։ Իսկ կառավարությունն էլ չի կարող անտեսի, 1 կանտեսի, 2 կանտեսի, բայց եթե մենք գնալով է շատանանք, նա էլ չի կարող անտեսի, ուզի պետք է արդեն կամ կատարի, կամ ուրեմն տեղը զիջի գային մարդիկ, ով որ կկատարեն ժողովրդի պահանջները։ Դրա համար խնդրում եմ բոլորիդ ակտիվ եղեք, ստե բոլորիս ապագայի հարցն է։ Ստե խնդիրը սա ոչ խաղ է, ոչ էլ, սա իրականում մենք կառուցում ենք մի մոդել, որով պետք է կառավարենք մեր ապագան։ Առաջինը ձևավորում ենք հասարակության ձայնը, երկրորդը քվեարկությունների միջոցով ժողովուրդն ինքն է ստեղծում այն համակարգը, որտեղ ցանկանում է ապրել։ Այսինքն դուք ձեր քվեարկությունների միջոցով կառուցում եք մի համակարգ, որտեղ ուզում եք ապրել։ Դա վաղ թե ուշ դա ալնելու է, որովհետև եթե հիմա քիչ են, վաղը չեմիսօրը, չեմ ասում վաղը չեմիսօրը, հետագայում կավելանան, արդեն սա կդառնա իրական մի հատ հզոր ուժ, որն էլ հենց այս ամեն ինչը այս գաղափարը դառնում, սա կարելի ասել, չգիտեմ, համ գաղափարը, համ կլինի ապագա սահմանադրություն, կլինի օրենսդրություն, չգիտեմ ոնց կարելի է, սա նոր հասարակություն է դառնում, նոր քաղաքակրթություն։ Այս ամենը, ինչը որ քվեարկությունների միջոցով մենք ընդունում ենք, այդ ամեն ինչը արդեն ներք բեռնենք մեր երկրի պետության կառավարման մեջ եւ կստեղծենք մի արդար միջավայր, որտեղ բոլորովս ուզում ենք ապրենք։ Դրա համար խնդրում եմ բոլորովդ եղեք ակտիվ։ Ու մասնակցեք, սա իրականում մեր ապագայի հարցն է որոշում։ Առաջի հայացքից ինչ է որ կնոպկայա սխում ենք, քվեարկում ենք, բայց դե շատ կարևոր է, որ յուրաքանչյուր այդ կնոպկա սխմելը մտածված լինի, որովհետև սա իրականում, եթե հիմա ճիշտ է, ոչ մի բան որոշում, բան տակը հիմք չկա որոշման, բայց եթե շատանանք, սա հենց այդ հիմքն էլ լինելու է, սա բոլորիս կողմից ընդունված մեր որոշումներն է, դրա համար խնդրում եմ, ակտիվ եղեք ու կառուցեք այն ինչ որ մենք բոլորս ուզում ենք իրար հետ միասին կառուցենք, այն համակարգը, որտեղ ուզում ենք ապրենք։ Երրորդը սա մենք քվեարկությունների միջոցով ժողովուրդը ծրագրավորում է իր ապագան, իր իսկ ընտրությամբ։ Այսինքն դուք ձեր քվեարկությունների միջոցով ձևավորում եք ապագան։ Ծրագրավորում եք, սա ոչ մի, սենց ասեմ, ոչ մի պետություն, ոչ մի հասարակություն սենց բան չի անում, բացի մեզնից։ Մենք ենք սկսել առաջինը, ու ինձ թվում է տենց էլ կեթա, որովհետև մեր շուրջ կհամախմբեն բոլորը, որտեղ մենք ծրագրավորում ենք ապագան, թե ոնց ենք ապրելու,
մեր ներքին թե արտաքին քաղաքականության մեջ, թե ֆինանսական, տնտեսական բոլոր հարցերը մենք բոլորովս իրար հետ քվեարկությունների միջոցով որոշումներ ենք կայացնելու եւ ապագան ոնց որ ասած ձևավորում ենք։ Իրականում սա մի խելացի քաղաքակիրթ ձևի ապագայի կառավարում է դառնում մեր բոլորիս միջոցով։ Մենք արդեն իմանալու ենք մեր վաղը ինչ է սպասում մեզի, ինչ ունենք անելու։ Այսինքն սա մեր ճանապարհաքարտեզն է, ազգի ճանապարհաքարտեզն է, որը ինքը իր ձեռով կառուցում է։ Սենց բան ճիշտ է, նորություն է, բայց դե սա հենց այդ հիմքն ալնելու, որ մեզի մենք դուրս գանք այս ոնց որ ասած այս ճահիճի մեջից ու մեր երկիրներ զարգանա, մենք սա սա իրոք քաղաքակիրթ կառավարման մոդել է։ Հիմա տեխնոլոգիաները ամեն ինչը թույլ են տալի, որպեսզի մենք ոչ թե տանք ազգային ժողովում օրենքներ ընդունենք, այլ ազգը ամբողջովին թեկուզ լինի տունը, լինի գարաժում, լինի խոհանոցում, որտեղ ուզում ալի, ինքը մասնակից լինի իր ապագայի կառավարմանը։ Դրա համար ակտիվ եղեք։ Ստե ուզում եմ քննարկումներ կան, գրում եք, բայց ես կուզենամ ավելի ակտիվ լինեք։ Սա մեր ինքնորոշման մեխանիզմն է։ Իրականում մենք ինքնորոշում ենք, մեր պետության ինքնորոշման մեխանիզմն է, որը մենք կառուցում ենք բոլորով իրար հետ միասին։ Դրա համար խնդրում եմ ակտիվ եղեք ու մարդիկ կան չեն հասկանում ինչ է կատարում, ոնց որ ասած կներեք այս ո՞րն է ձեր հիմնական մտահոգությունը վիրտուալ խորհրդանի վերաբերյալ 20%-ը քվեարկել են անհասկանալի է ինչպես է այն աշխատելու։ Ես ասեմ հիմա ներկա պահին այս մեխանիզմը անկախ ամեն ինչից նա արդեն գործում է մոտ ամսից ավել, այդքան մարդ արդեն ահագին մարդ քվեարկում են, ահագին մարդ արդեն միացել են մեզի, շատերը դիտորդի դերում են, ուզում են հասկանան թե ինչ է կատարվում, սա մեխանիզմը ստեղծվել, այսինքն կա ժողովուրդ, որ առաջարկներ իր օրինագծերն է ներկայացնում, մտնում է քննարկումների բաժին, անցնում է քվեարկություններ եւ որոշում կայացում։ Սա արդեն մեխանիզմը ցիրկուլյացիա անում։ Իրանք արդեն համակարգը սկսում է ավտոմատ աշխատելը։ Ճիշտ է, վիրտուալ է, իրականում վիրտուալ է։ Նոր տեխնոլոգիաների միջոցով մենք այս ամենը մենք իրար հետ համախմբվում ենք ու ստեղծել ենք այդ մեխանիզմը, որպեսզի կառուցենք մեր ապագան։ Այս ամեն ինչը արդեն ինքը ավտոմատ աշխատում է։ Ու սրա տերը ոչ թե ես եմ, այլ ժողովուրդն է։ Դուք եք բոլորը, հիմա ճիշտ է, թեր հավատացություն կա ձեր մեջ, բայց հետագայում կզգաք, որ սրա ուժը կզգաք այն ժամանակ, եթե բոլորովը սկսեք քվեարկել։ Բոլորովը սկսեք քվեարկել, կտենաք ինչ ուժ ունի։ Սա անխուսափելի հզոր գործիք է բոլորիդ համար։ Սա վիրտուալ խորհրդարանը այն գործիքն է, որը իշխանությունը վերադարձնում է ժողովրդին, այդ ինձ ասեմ։ Ժողովուրդը համախմբում է մի հարթակում, բոլորի բանականությունը կպցում է մի հարթակում եւ կառավարում են իրանց պետությունը, իրանց ապագան ծրագրավորում են ամեն ինչը շատ դառնում է ցիվիլ քաղաքակիրթ ձևով։ Յուրաքանչյուր խնդիր բերվում է օրակարգ եւ բոլորով իրար հետ այդ խնդիրները քննարկվում է եւ որոշում է կայացվում։ Դրա համար ստե բոլորիդ մասնակցությունը կարևոր է։ Մասնակցեք բոլորով, որ հասկանաք դուք ինչ հզոր գործիք ունեք, ինչ ուժ ունեք։ Ոչ մեկ չի կարող անտեսի ձեր ուժը։ Դուք պատկերացրեք խոսքի 1000 հոգի, հիմա հրապարակում կառավարության շենքի դեմը կանգնած 1000 հոգի, պահանջում է թոշակների բարձրացում։ Կառավարությունը ինչ կարող անտեսի այդ պահանջին, չի կարող, նա մի բան պետք է պատասխան տա։ Դրա համար ստե խնդրում եմ սկզբից մտածեք այս քայլը ինչ որ դուք անեք, էսի ինչ կտա բեզի բոլորիս։
Ստե հենց կախված է յուրաքանչյուրի պատասխանատվությունը, մտածելակերպը, միտքը, այս գաղափարը ինչ ուղղությամբ է գնում, ուր է ձեզի տանելու։ Դուք կամ ոնց որ ասած դառնում եք այս գաղափարի մարտիկը, կամ էլ այս արեք փակենք պրսնենք։ Սա էլ երկու ճանապարհ ունենք, բայց ես ճանապարհը տենում եմ դեպի զարգացում, որովհետև քվեարկությունների արդյունքը ցույց են տալի, որ մարդիկ իրականում էսի պահանջված է, տեսնում են, որ իրանց խնդիրների լուծման ձևը կարան sense լուծել։ Ու բոլորովդ կարակ ինչքան կարողանանք մարդ ավելացրեք, ինչքան մարդ ավելանա, այնքան կհզորանա։ Ինչքան մարդ, ինչքան ակտիվ ելնեք։ Միացեք վիրտուալ խորհրդանին ակտիվ, ինչքով տեսեք ինչով կարաք օգնեք, որ ինքը ավելի լավ զարգանա։ Մասնագետներ են ահագին պետք։ Սա ես համակարգը կայացել է 100%-ով արդեն։ То есть ինքը մեխանիզմը 100%-ով կայացել է, այսինքն օրինակից ներկայացվում է, քննարկվում է, որոշում կայացվում է, ինքը ցիրկուլյացիան գնում է, ու ինքը չի կարող կայանի, որովհետև սա հիմնված է ժողովրդի ձայնի հիման վրա։ Իսկ ժողովուրդը միշտ խոսում է, միշտ ասում է, միշտ առաջարկում է, միշտ քննադատում է։ Դրա համար սա ոնց որ ասած անխուսափելի է։ Դրա համար ուզում եմ հասկանաք, այս ամենը ձեր համար է, որ դուք կառավարեք ձեր երկիրը, ձեր պետությունը, ձեր ցավը տանեն, էսի մի հատ թազա գործիք հա։ Դա համար էս 3 սկզբունքներն է, քվեարկություններով, հասարակության ձայնը, երկրորդը դուք կառուցում եք համակարգը, թե ինչ ձևի օրենքներով պետք է լինի այդ երկիրը, այդ պետությունը, ու երրորդն էլ ծրագրավորում եք ձեր ապագան, ստե դժվար բան չկա։ Ուղղակի մասնակցեք քվեարկություններին, բոլորդ մասնակցեք, ձեր կարծիքը արտահայտեք, սա շատ կարևոր է։ Եթե այս ամենը չլինի, ուրեմն մնալու ենք նույն տաշտակի մեջ, նույն համակարգով։ Իսկ ես ձեզ առաջարկում եմ քաղաքակիրթ խնդիրների լուծման մոդել, որը ձեզի համ բարեկեցիկ կսարքի, թոշակառուները նորմալ կապրեն, բարեկեցիկ կապրեն, արժանապատիվ կապրեն։ Սաղ կյանքը այդ մարդիկ աշխատել են, պետությունը հարկ են տվել, բայց հիմա մարդիկ կիսասով ապրում են, սա նորմալ երևույթ չի։ Դրա համար բոլոր հարցերին մասնակցեք, հարցերը քննարկեք եւ մասնակցեք քվեարկություններին։ Թոշակառուներ ջան, դուք էլ ինչը վերաբերում ա ձեզ, ասենց ասեմ, դուք էդի քվեարկում եք։ Ինչը չի վերաբերում, դրանից ոնց որ ասած հեռու եք գնում, բայց չի կարելի։ Սա ձեր երեխեքի հարցն էլ է, սա ապագայի հարցն է, սա պետության հարցն է։ Պետք է բոլոր հարցերի շուրջ մի հատ գիտակից մտածես, ինչ պատասխան տաս ու ընտրես ու всё։ Բա ժողովուրդ ջան, դրա համար խնդրում եմ ակտիվ եղեք։ 85% համաձայն են, որ վիրտուալ խորհրդարան կարող է դառնալ ժողովրդավարական որոշումների կայացման նոր համակարգ։ 85% այո, ապագայի արտակն է։ Դրա համար համակարգն է։ Դրա համար խնդրում եմ բոլորը մասնակցեք։ Ձեր կարծիք ասեք, չէ, այմա, sense բան հնարավոր չի կամ հնարավոր է կամ այլընտրակ մտածել միտք ունեք, մեկնաբանություններում գրեք, քննարկվի։ Սա շատ կարևոր է բոլորիդ մասնակցությունը։ Խնդրում եմ ակտիվ եղեք։ Ակտիվ եղեք, տենեք ձեր կյանքը ոնց է փոխում։ Դուք բոլորդ ոնց որ անտարբեր եք։ Դուք համ էդի եք քվեարկության մեջ ընտրում, որ անտարբեր են ամենաշատը ժողովրդի, ու դուք էլ տենց եք շարունակում։ Դուք համ ձեզի ասում եք, որ դուք ինքներդ անտարբեր եք ու ընտրում եք այդ քվեարկության տենց հարց կան, մարդիկ ինչու են ամեն ինչ անտեսում, որտեղ անտարբեր են։ Մտածում եմ, որ ոչ իման չի լինի։ Ես էլ ասում եմ կլինի։ Ես 100% ասում եմ, որ այս ամեն ինչը կլինի, եթե բոլորդ մասնակցեք։ Ու ես չեմ ասում հելեք, փողոցներ փակեք, անեսի միջ։ Գիտակից կառավարեք, օրենքներ ընդունեք։ Սա եմ ես ձեզ առաջարկում։ Նստում կամպյուտերի դեմը կամ հեռախոսով կամ պետք է նկարներ նայեք կամ ինչ,
Հա մասնակցեք օրը 10 րոպե էլ մասնակցեք քվեարկություններին, մի հատ բոլոր հարցերը ձեր մեջ վերլուծեք ու պատասխաններ տվեք։ Իշխանում կարևոր որ Հայաստանը թույլ տա, այսինքն իշխանությունը կներեք սխալ են գրել, մեկ սխալներ եմ թույլ տալի, բայց դե մարդ եմ, մարդն էլ սխալներ թույլ է տալի։ Ինչքան կարևոր որ իշխանությունը թույլ տա ժողովրդին մասնակցել խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացին։ 90%-ը քվեարկել են, որ միջև վերջ պետք է լինի ժողովրդի մասնակցությունը։ Այսինքն Նիկոլը ինչը որ ուզում է ստորագրի, դա անընդունելու է։ Նիկոլ, եղբայր, դու այդ իրավասությունը չունես։ Ես քեզ ասում եմ ոչ թե միայն իմ անունից, այլ հասարակության մի մասի, որը դեմ է, որ դու այդպեսի քայլեր կատարես։ Սա քո անձնական սեփական պետությունը չի, սա այդ պետության մեջ հասարակություն է ապրում։ Դու պետք է լսես այդ հասարակության կարծիքը։ 90%-ը դեմ են, որ դու այդ քայլերը կատարում ես։ Պետք է լինի բաց երկխոսություն պետության եւ հասարակության մեջ 93%-ը այո պետք է լինի բաց երկխոսություն, բայց մեր պետության մեջ չկա այդ երկխոսությունը, չկա ընդհանրապես։ Ես ում հետ շփվում եմ այդ պետության իշխանության աշխատողների հետ, ոչ մեկ ինձ չեն պատասխանում, ոչ մեկ։ Ոնց որ ես լինեմ այս պետության թշնամին, ի՞նչ է։ Ես ներկայացնում եմ ոչ միայն իմ կարծիքը, այլ ներկայացնում եմ 1700 հոգու կարծիքը, դրա համար իշխանություն դուք պարտավոր եք լսեք առաջի հերթին, թե այդ 1700 հոգին ինչ կարծիք ունի, դուք իրանց ձայնը չեք կարող անտեսեք։ Կարող եք Անդոնի ժողովրդից լավ, ես դրա համար շատ կարևոր է։ Հենց իմաստը այս քվեարկությունների դա է, որ դուք առաջի հերթին ձևավորեք ձեր ձայնը, որպեսզի որ ոչ մեկ չկարողանա անտեսի, թե ներքին ինչ ես ինչը շատ չեմ սիրում ես կյանքում խոսալը, բայց պետքա խոսամ, որովհետև դուք պետք է այս ամենը հասկանաք։ Սա իրականում վերածնունդ է, ոչ թե հեղափոխություն, ժողովուրդ ջան, կարդացել եք։ Ես կուզեմ որ դուք բոլորդ ես ինչ գրում եմ, բոլորդ կարդաք։ Կարդաք, եթե չեք հասկանում, երկրորդ անգամ կարդաք, վերլուծեք, երրորդ անգամ կարդաք, եթե էլի չեք հասկանում, ուրիշի օգնությամբ, որտեղ սա շատ կարևոր է հասկանեք, սա ինչ է այս մարդը գրում, Իվան չի, սա որը նստած գրում է ձեր համար, այմեր ես ուզում եմ, որ դուք լավ ապրեք բոլորդ, դրա համար ուզում եմ, որ դուք սա կարդաք, հասկանաք, սա ավելի կարելի ասել, սա էլ կրթություն էլ է, որպեսզի դուք քաղաքակիրթ ձևով կառավարեք ձեր երկիրը, ձեր կյանքը, ձեր ապագան, ձեզանից հետո բարեկեցիկ երկիր տաք այս երեխեքին, ոչ թե սենց թոշակով իրանք ապրեն, ոչ թե այս վտանգի մեջ ապրեն։ Դրա համար կարդացեք, խնդրում եմ բոլորիդ, բայց մարդը կարդացեք, եթե դեմ եք, ասեք, այ ախմախ, երիկա հիմար բաներ գրես, էսի օրինակ դու սխալ ես, էսի սխալ ես, էսի սխալ ես, այս ամենը ստեղծված է, որ բոլորովս իրար հետ գրենք, կարդանք, դուք բոլորդ իրավունք ունեք այսպես նույն ձևի քվեարկության հարցեր ներկայացնեք, ձեր խնդիրները ներկայացնեք, գաղափարները, մասնակցեք այս ամեն ինչին, ժողովուրդ ջան, նիժելի ձեզնից ոչ մեկ չի ուզում իրականում, որ ապրեք ավելի քաղաքակիրթ ձևով, այսինքն ոչ թե ոչ սաղդ եք ուզում, բայց մասնակից դարեք դրա, իմ ասածը դա է, սաղ եք ուզում, որ քաղաքակիրթ ձևով ապրեն, բայց դե պետք է մասնակցեք, որ այդ ամեն ինչը ոնց որ ասած հիմնասյունները ամրապնդվի։ Դուք այն մարդիկ եք դարել, դուք այս 1700 հոգին, ես ձեզ ասեմ, դուք այն մարդիկ եք, որը դնում է հիմքը մի նոր ապագայի։ Դուք ձեր անունը ոսկի տառերով եք գրելու ապագայում։ Որտեվ դուք ստեղծում եք այնը, որը կփրկի այս ամեն ինչից, այս ժողովրդին այս ամեն ինչից կհանի։ Ու սա անխուսափելի է, որտեղ տեխնոլոգիաները հիմա թույլ են տալի, որպեսզի մենք բոլորովս իրար հետ կապնվենք, մեր հարցերը լուծենք։
Այն դրա համար անխուսափելի է։ Ըլնեմ ես, ինձի թեկուս ոնց որ ասած արանքից հանեն, то есть ես կապ չունեմ։ Այս գաղափ ինձի ինչքան էլ վերացնել հերու տանեն, ինձի կարան հերու տանեն այս ամեն ինչից վերացնել, բայց գաղափարը չի մեռնի, ինքը всё, ինքը շունչ առել է, ինքը արդեն շնչում է, ինքը զարգանում է, ինքը օրգանիկ մեծանում է։ Սա մեր ապագան է անխուսափելի, որովհետև տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է այս ամեն ինչը անել։ Իսկ մարդուն ի՞նչ է պետք է։ Իր խնդիրների լուծման մոդել։ Հենց սա էլ հետա։ Պետք է սահմանադրական փոփոխությունները կատարել բացառապես հանրաքվեով, քվեարկություններով։ 87%-ը այո։ Նիկոլ ջան, դու էդ ինչ որ ուզում ես անես, դա անօրինական է, անօրինական է, դա չի կարելի ընդունել որպես դու քու կորցնում ես քո լեգիտիմությունը, ես քեզ տենց ասեմ, եթե ոչ արդեն կորցրել ես։ Դա կհամարվի դավաճանություն։ Գիտես ինչի կհամարվի, որովհետև դու ոնց որ ասած դեմ գնալով ժողովրդի կամքին, դու կատարում ես մի քայլ, որը չի համապատասխանում ժողովրդի կամքին։ Այսինքն ժողովուրդը դեմ է, իսկ դու դա անում ես, դա դավաճանություն է։ Չի կարելի դա ընդունել։ Բա ժողովուրդ ջան։ Պետք է դպրոցներում ներդրվի քաղաքացիական իրավունքներ առարկան, սովորեցնելու, թե ինչպես պաշտպանել սեփական իրավունքները։ 97%-ը այո։ Ես ձեզ ցավը տանեմ։ Այն մենք պետք է այդպես քաղաքակիրթ քաղաքացիներ ունենանք, որը պատասխանատու լինի իր առաջին իր առջև, հասարակության առաջ, պետության առաջ։ Դրա համար ինքն միշտ մասնակցի քվեարկություններին, թե պետությունը ինչ ուղղությամբ գնա։ Դրա համար դուք առաջինը հենց դուք եք ձեզնից սկսում, մասնակցի քվեարկություններին, պարտադիր, բոլոր հարցերին պատասխանեք քվեարկության։ Ինչը չեք հասկանում, Google-ով մտեք, ChatGPT քաշեք ձեր հեռախոսի մեջ, էդի շատ ձեզի կօգնի ChatGPT-ն։ Արհեստական բանականությունը ChatGPT-ն քաշեք, ով չի օգտագործում ChatGPT, թող սկսի օգտագործելը։ Դա վերլուծելու համար բոլոր հարցերը ձեզի շատ կօգնի, ժողովուրդ ջան, օգտվեք ChatGPT-ով, դա ապագան է, դա բոլորիս ապագան է։ Նույն ձևի ոնց որ հիմա օգտվում եք այդ հեռախոսով տարբեր հարթակներ եք մտնում, 50 տարի առաջ էդի ֆանտաստիկա էր, հիմա իրագործել է, հիմա նույնն էլ այդ արհեստական բանականությունն է։ Սա շատ կօգնի ձեզի կյանքում որոշումներ կայացնելու։ ChatGPT-ն ինքը շատ խելացի մի համակարգ է, որը օգնում է մարդուն կողմնորոշման մեջ։ Եթե դուք իրան չկառավարեք, Աստված չանի ինքը ձեզի կառավարի։ Դրա համար հենց անենք, արեք իրար հետ, որ մենք հասարակությունս լինենք իշխանության գլուխ, իսկ ChatGPT-ն էլ ծառայի մեզի։ Մարդիկ վախում են, որ արհեստական բանականությունը կվերցնի իշխանությունը իր ձեռը, ճիշտ է, այդ վախը կա, բայց եթե նրանից դա կլինի այն դեպքում, եթե հասարակությունը չվերցնի իշխանությունը իր գլուխը, ես էդ եք ասեմ, իր ձեռքը։ Ես շատ եմ պասիվացել, ես ուզում եմ դուք ակտիվանաք, դուք վիդեոներ ուղարկեք, ես ուղիղ կապը ստեղծեցի, որպեսզի WhatsApp-ով դուք բոլոր ձեր գաղափարները, առաջարկները ուղարկեք, բայց ոչ մեկ, բացի մի հոգիս, Տիկին Նազիկ ջան, ձեր ցավը տանեմ, հələ մարդ չկա,
Այս ամենի համար, որ կազմակերպի ավելի արագ գնա, դրա համար ես սպասենք մի քիչ։ Տիկին Նազիկ։ Ու արեք, որ ակտիվացեք, որ համախմբվի ժողովուրդը, ձեր ցավը տանեմ։ Մեր խնդիրը թիվ առաջինը ժողովրդին համախմբելն է ու քաղաքակիրթ կառավարենք մեր ապագան։ Լավ, հերիք հա, արեք այսօր էլ բան չասեմ, շարունակությունը ցույց է տալի ձեր ակտիվությունը։ Եթե ակտիվ կլինեք, ես ուղիղ կապը կմիացնեմ, որպես իրար հետ արդեն ուղիղ կապով իրար հետ շփվենք։ Եթե ակտիվ միջավայր լինի, արդեն ամեն ինչը ոնց որ ասած հիմքը կամրապնդվի։ Դիլա ձեր ցավը տանեմ։ Մինչև մյուս անգամ։